Իրան-իսրայելական հակամարտության ինչպես եք վերաբերվում, արդյոք այս հակամարտությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի խաղաղությանը։ Հնարավոր է, որովհետև բոլոր աշխարհի երկրներին ոնց որ ասած կպնելու է նույնն էլ Հայաստանի։ Դա ինչ որ միտեղ աշխարհի քանդումը կամ վերջնական մարդկության վերացումը, դա ինչ որ բանի սկիզբ է։ Ես այդպես կասեմ, այդ ձև եմ պատկերացնում։ Ուժեղ կերպով անդրադառնալու Հայաստանի։ Իսկ ինչպես կբնորոշեք, կբնութագրեք ձեր կարծիքը։ Դե թուրքը մնում է թուրք։ Իրան-իսրայել հակամարտությունում Դե թուրքի կուտե գործը չէ, սա է թուրքն է։ Այս միջանցքն ուզում վեկալեն, բայց դե դա հանցագործություն է, եթե միջանցք տվեցին։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Չեմ կարծեր, ոչ, չդառնար Հայաստանի անվտանգության վրա։ Ինչու։ Քանի որ Հայաստանի որպես սահման իրանյան սահմանն է եւ Իրանը Հայաստանի հետ լավ հարաբերություն ունի։ Անոր համար քանի որ սահմանագից ենք չեմ կարծեր որ դժվարություն մտարնա։ Այո, կարող է։ Ինչպես։ Ես ինձ որովհետեւ մոտիկ է Իրանը մեր սահմաններին։ Դրա համար մենք էլ վախ ունենք, որպեսզի չանդրադառնա մեր երեխեք մեղք են։ Ձեր կարծիքով այս պատերազմին կարող են մասնակցություն ունենալ նաև հայերը։ Ոչ թե հայերը, ինձ թվում է ավելի շուտ Ադրբեջանը առիթից կօգտվի։ Հավանականությունը կա, եթե չդադարի, եթե տարածքաշրջանը ամբողջը բռնկվի, մենք չենք կարող։ Իհարկե, փախստականներ կլինեն, բան կլինեն, մի խոսքով ինչքան շուտ, այնքան լավ։ Ընդհանրապես մեր ժողովրդի համար պատերազմները ցանկացած երկրի։ Ես ուսումնասիրել եմ, միշտ երկու կողմում էլ զինվորականներ են լինում, միշտ երկու կողմում են էլ գեներալների մասշտաբով։ Նույնիսկ այդպիսի սցենար ունեմ, մի 3-4 պատերազմի արդյունքներ եմ ամփոփել, երկու կողմից էլ հայ գեներալներ է, ոչ թե զինվորներ։ Դրա համար մեր ժողովրդի համար խաղաղությունը ամենալավ, ամենահաճելի բանն է։ Եթե երկարանա պատերազմը, իսրայելա-իրանական պատերազմը երկարանա, կարող է եւ հնարավոր է։ Հիմիկվա այս վիճակը շատ վատն է, որտեղ պաշտպանություն համարացում ենք, այնց որ կար, այս օրինակ վախենում եմ, բայց մտնելուց դե բան չմնա, սակայն այդպես վախ կա։ Իսկ մտածում եք, որ հնարավոր է։ Մենք պատրաստ չենք Ադրբեջանին դիմադրելու, կողքներ Թուրքիան կա, երկուսը որ միավորվան, երկուսն էլ պետք է։ Թուրքիան պետք է գնան Կասպիցով հասնեն, նրանց էլ պետք է հասնեն միջերկրայինցով։ Դառնա նրա երկիր ինչ Հայաստան, Հայաստանը ինչ կդառնա։ Առանց թիկունքի, ոչ մի բան։ Իսկ ինչ է կարծում, արդյոք այս Իրան-իսրայելական հակամարտությունից կարող է օգտվել Ադրբեջանը եւ հարձակվել Հայաստանի սահմանների վրա։ Չէ, չի մտի։ Այդի արդեն կարող է լրիվ ուրիշ բան դու, այդտեղ կարող ռուսներն են խառնում են, չնայած Հայաստանը նենց հարել Ռուսաստանի հարաբերությունները, որ նենց է փչացրել, որ ասելու չի։ Ես вообще за мир չեմ ուզում որ պատերազմ լինի ու պարզա մենք վատ բան չի լինի մեզ համար, Հայաստանի համար չկպնեն։